Հաճախ տեսնում ենք զույգերի, որ շատ անհամապատասխան են մեզ թվում։ Զույգերից մեկը շատ գեր է, մյուսը նիհար, մեկը շատ բարձրահասակ է, մյուսը պստլիկ։ Ինձ թվում է, որ այսպիսի դեպքերում մարդկանց միավորում է սերը։ Բարև ձեզ, եթերում ճակատագրի սինդրոմն է։ Պատմությունը, որը կքննարկենք այսօր այստեղ, կրկնվում է անընդհատ։ Եվ միանգամից ասեմ, որ մենք այս պատմությունը դիտարկելու ենք երկու անկյունից։ Նախ առաջինը կարող է արդյոք արտաքին որոշակի անհամապատասխանությունը հաղթել սիրուն եւ ինչպես, եւ երկրորդ իսկապես ամուր է այդ սեր ասվածը, երբ գործ ունենք բանակային 2 տարիների հետ։ Խնդրեմ ուշադրությունն էկրաններին։ Ես Էլենն եմ, 20 տարեկան։ Մի անգամ ընկերուհուս Անիի հետ զբոսնում էինք այգու, եւ նա ինձ ասաց, որ մի տղա կա, ով ինձնով հետաքրքրվում է։ Ես միանգամից կռահեցի, թե խոսքը ում մասին է։ Ասացի, չլինի Հայկն է։ Անին զարմացավ։ Ես պատմեցի, որ համացանցում տեսնելով իմ նկարները, այդ տղան սկսել է հետևել իմ էջին։ Ես նկատել էի դա, սակայն չէի մտածել, թե դա լուրջ հետաքրքրություն է նրա կողմից։ Անիի ընկերը Տիգրանը եւ Հայկը ծառայում էին միասին։ Նրանք մտերիմ ընկերներ էին։ Հայկը 21 տարեկան էր, ավարտել էր ուսումը եւ զորակոչվել բանակ։ Անին եւ Տիգրանը խորհուրդ տվեցին շփվել Հայկի հետ, քանի որ լավ ճանաչում էին նրան եւ համոզված էին, որ նրա նպատակները լուրջ են։ Ես սկսեցի շփվել Հայկի հետ։ Սկզբից սոցիալական կայքերից մեկում, 1 ամիս անց արդեն հեռախոսով։ Իսկ ծանոթությունից 5 ամիս հետո առիթ եղավ նաև տեսնել նրան։ 4 օրով արձակուրդ էր ստացել եւ եկել Երևան։ Ես նվերներ էի պատրաստել նրա համար։ Այդ օրերին միասին գնում էինք կինոթատրոն։ Զբոսնում։ Զրուցում ամեն բանի մասին։ Ժամանակը շատ ուրախ էր անցնում։ Էլեն ջան։ Հայկը արդեն 1 տարի էր ինչ ծառայում էր բանակում։ Եվս 1 տարի էր մնացել։ Իսկ եթե էլ տեսել եմ միայն երազում։ Շնորհակալ եմ, որ հայտնվեցի։ Ամիսների ընթացքում մեր հարաբերություններն ավելի ամրապնդվեցին։ Այդ ընթացքում կարողացանք եւս մի քանի անգամ հանդիպել։ Ամեն ինչ լավ էր, լուրջ ծրագրեր ունեինք մեր համատեղ ապագայի վերաբերյալ։ Պլանավորում էինք որոշակի ժամանակով մեկնել Հայաստանից, Լեհաստանում գործ սկսել։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե մնայինք Հայաստանում, ապրելու էինք նրա ծնողներից առանձին։ Մի անգամ Հայկը ինձ հարցրեց, թե ինչքան է իմ հասակը։ Ես կարճահասակ եմ, ընդամենը 1 մետր 55 սանտիմետր։ Հասակդ ինչքան է։ 1.55։ Իսկ նա շատ բարձրահասակ է, 1 մետր 90 սանտիմետր։ Կանգնեցինք իրար կողքի եւ ծիծաղեցինք մեր անհամապատասխանության վրա։ Ես էլ նրան առաջարկեցի միշտ բարձրակրող կոշիկներ հագնել։ Հայկն ասաց, որ հասակով ոչինչ չի որոշվում։ Անկում ավելի կարևոր բաներ կա։ Հասակայական։ Կարևորը միմյանց սիրում ենք եւ հրաշք ընտանիք կունենանք։ Այդ թեման էլ երբեք չքննարկվեց։ Վերջապես Հայկը եւ Տիգրանը զորացրվեցին։ Ես շատ ուրախ էի։ Սրտի թրթիրով սպասում էի նրան։ Եկավ, հանդիպեցինք։ Ամեն ինչ լավ էր։ Ծանոթացրեց ընկերների հետ։ Մի օր որոշեցինք գնալ քաղաքից դուրս։ Հայկը ասաց, որ գնում ենք իր ծնողների հետ ծանոթանալու։ Սկզբից ջերմ ընդունելություն, իսկ դուրս գալուց վերաբերմունքն իմ նկատմամբ արդեն այլ էր։ Ես եւ Հայկը 3 օր չտեսնվեցինք։ Զանգեցի, ասաց, որ զբաղված է։ 3 օրից նոր կարող ենք հանդիպել։ Հայկ։ Էլեն, հիմա զբաղված եմ, որտեղս ավարտեմ կզանգեմ։ Ես լաց եղա, ուզում էի իրական պատճառն իմանալ։ Երբ վերջապես հանդիպեցինք,
Հայկը շատ տխուր եւ մոլորված էր։ Ասաց, որ չենք կարող միասին լինել։ Մենք անհամապատասխան զույգ ենք։ Այդպես էր ասել իր սիրելի մայրը, ընկերներն էլ համակարծիք են եղել նրա մոր հետ։ Ուր մնաց սերը։ Միթե որևէ մեկի ասածն առավել է, քան սերը։ Նրան բարի բախտ մաղթեցի, եւ մենք բաժանվեցինք։ Ամեն ինչ հոդս ցնդեց։ Տանջվում էի։ Միթե իմ սիրելին իր սեփական խելքը չունի եւ որոշումներ է ընդունում, հիմնվելով մոր եւ ընկերների կարծիքի վրա։ Այդ օրը եղավ մեր ջերմ սիրո վերջին տխուր օրը։ Ահա եւ պատմությունը, որի շուրջ կծավալվի այսօր այստեղ քննարկումը եւ այդ հարցում, ինչպես միշտ, մեզ կօգնեն մեր հյուրերը։ Ներկայացնեմ միանգամից նրանց Անահիտ Քոչարյան, դերասանուհի, Նուր, քանդակագործ նկարիչ, Արամե, երգիչ, եւ իհարկե Նարինե Պետրոսյանը, հոգեբան, Նարինեն մեր ծրագրի մշտական փորձագետն է եւ բոլոր այն պատմությունները, որ այստեղ քննարկվում են, Նարինեն արդեն լսել է իր աշխատասենյակում։ Ուզում եմ հիշեցնել, որ բոլոր պատմություններն այստեղ քննարկվող իրական են, պարզապես նույնականացումից խուսափելու համար մենք դրանք ներկայացնում ենք պատմությունների, հեռուստապատմությունների տեսքով, որտեղ խաղում են արդեն մեր դերասանները։ Եվ իհարկե շնորհակալություն մեր հանդիսատեսին, որ այսօր եւս այստեղ է։ Առաջին հարցը հոգեբանի Նարինեին եմ ուզում միանգամից ուղղել։ Նարինե, այստեղ խնդիրն իրականում ավելի շատ որտեղ էր, աղջկա կարճ, տղայի բարձր հասակի, թե տղայի բանակային 2 տարիների ավարտի մեջ։ Բանակը ավարտվեց, աշխարհը լայնացավ, ընտրությունը եւս։ Միանշանակ դա նույնպես կարևորություն ունի, ես ուզում եմ ավելի ուղղվածությունը դնենք տղամարդու ոչ հասուն լինելու փաստի մեջ, որովհետև ըստ իս, այո, նշանակություն ունի շրջակա միջավայրը, շրջապատի կարծիքը, բայց ես խորհուրդ եմ տալիս բոլոր մարդկանց երբևէ թույլ չտալ, որ սոցիումը մտնի մարդու ներաշխար։ Շատ լավ է ծնողին լսել, հարգել ընկերներին, բայց եթե կա զգացմունքներ եւ ոչ թե դա ընդհանրապես պատճառ էր։ Հա, շատ հնարավոր է, որ այդ տղան արդեն, ինչպես դու նշեցիր, միջավայրը լայնացել էր եւ փորձում էր իրեն ավելի ինչ որ ուրիշ հետաքրքրություններ գտնել եւ դա հանդիսացել է պատճառ բաժանման։ Մյուս տեսակետից, եթե կա իրական սեր, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի իր սիրո համար, անկախ նրանից հասակային տարբերություն կա թե չէ։ Չէ՞ որ նրանք մինչ այդ հանդիպել էին, տեսել էին, որովհետև եթե կա խնդիր, որը որ կարող է առաջացնել դիսկոմֆորտ, պետք է լինի հենց առաջին իսկ հանդիպման օրը։ Շատ լավ, Տիկին Անահիտ, ձեր կարծիքով այս երիտասարդն ինքը վերանայեց ավելի շատ իր որոշումը, լսելով ուրիշների կարծիքը, թե ուրիշների կարծիքը այդքան էլ դեր չխաղաց եւ ուղղակի ինքը որոշեց, հանկարծ տեսավ, որ իրենք անհամապատասխան են։ Չեմ կարծում 2 տարի հանդիպելուց հետո հանկարծ տեսնի, իհարկե տեսել էր եւ տարբերությունը զգում էր։ Եվ սա սիրո բացակայության պատճառով էսպես եղավ եւ լավ է որ շուտ եղավ, որովհետեւ կարող էր ավելի ուշ լինել, ամուսնանալուց, երեխա ունենալուց հետո ընտանիք կքայքայվեր։ Եվ լավ է որ ամուսնությունը չկայացավ նման անսկզբունքային տղամարդու հետ։ Մի տղամարդու, որի երջանկության համար 10 սանտիմետր, 20 սանտիմետրն էր պակասում։ Սա էր նրա որակը, չափանիշները։ Արամե, արդյոք ընտրություն կատարելիս դեր խաղում է, գոնե ձեր սեփական օրինակով դիմացինի հասակը։ Առհասարակ կյանքում խորհուրդ տալը շատ հեշտ բան է, գիտեք, ինչ-որ բան պահանջելը մարդկանցից, դրա համար միանշանակ չես կարող ոչ մի բան ասես։ Կոնկրետ իմ կյանքում երբեք կոպիտ ասած չեմ խորացել ես այդ ուղղությամբ հասակի, բայց ինձ թվում է հասակի մի հատ չափ կա, երբ որ հենց ամենասկզբից ինչ որ նկատելու, հավանելու, քայլ անելու համար ինչ որ չափ կա, որ դրանից պակաս կամ դրանից ավել արդեն չես էլ մտածում այդ ուղղությամբ։ Բայց եթե սկսել ես մտածել, իդեպ իմ կյանքում էլ եղել է, ես կարծում եմ, ես համաձայն եմ ձեզ հետ, սեր չկար միանշանակ այս հարաբերությունների մեջ, պարզապես տղան այդպես ծառայել է, սահմանափակ ոնց հասկացա իրանք 2 տարվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպել ընդամենը,
պարզա որ տղայի համար դա շատ դժվար է, ընդամենը մեկ անգամ իրան արդեն հարազատ ինչ որ մարդ ասել է, որ դուք չեք համապատասխանում, ինքը արդեն հիասթափվել է այդ ամեն ինչից, որովհետև չի սիրել, միանշանակ չի սիրել։ Ու ես կարծում եմ, որ էլի ուշ է հարաբերությունները դադարել, կարող ավելի շուտ դադարել, որովհետև այդ աղջիկն էլ իսկապես ինքը մեղք է, 2 տարի ինքը սպասել է տղային, որը որ վերադառնալուց մի քանի օր հետո ոնց հասկացա ամեն ինչին վերջ է դրել։ Ամեն դեպքում տղային պետք է մի քիչ ավելի համարձակ լիներ ու հենց այդ պահին, երբ որ ինքը հասկացա, որ ոչ մի բան չի կարող լինել, ինքը պետք է աղջկան արդեն հույսով չաներ կոպիտ ասած։ Ծնողների կարծիքը միանշանակ շատ կարևոր է, բայց եթե կա սեր, եթե դու մարդուն սիրում ես, միանշանակ պետք է ամուր պահես։ Պետք է մտածել չկա չարիք առանց բարիքի ու նաև այդպես առաջնորդվելով առաջ շարժվել, նուր մենք հաճախ ենք ասում, սերը տարիք չի հարցնում, սերը արտաքին չի հարցնում, սերը սա չի հարցնում, նա չի հարցնում։ Իսկապես ինչ որ բան հարցնում է սերը, ինչ է դա, արդյոք հարցնում է։ Սերը առհասարակ հարցեր չունի։ Սերը դա շատ սիրել, քիչ սիրել, այդպիսի հասկացողություն չկա, կամ սիրում ես, կամ չես սիրում։ Սերը դա ոնց որ պարփակված ընդհանուր մի գեր զգացմունք է, որը որ կամ կա կամ չկա, շատ քիչ իր լինելը չի կարող։ Այստեղ սեր չկար։ Այստեղ այս աղջիկը, ես հասկանում եմ, որ զգացմունքները իր զգացմունքները վիրավորված են։ Ես հասկանում եմ, որ իր զգացմունքները ցավ է իրան պատճառվել, բայց ինքը պետք է հիմա ուրախանա։ Ինքը իրան պետք է ուրախություն լինի հիմա, որովհետև պրծավ մի շատ մեծ փորձանքից, ազատվեց մի շատ մեծ փորձանքից։ Ես բարակայում տղան ուղղակի բանակում եմ, որ ընկերներին ասում են, ես ընկերուհի ունեմ, ինձ սպասում է, տեսեք ֆոտոն, հա, տենց մի հատ ինչ որ տարբերակ էր իր համար, որպեսզի բանակում այսպես ինքը իրան զգա տղա, որին աղջիկ է սպասում։ Մենք եկանք որոշակիորեն նրան ինչ ասեց Նարինեն, այսինքն հասունության պակասին այս երիտասարդի մոտ, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, արդյոք կա տարիք, երբ որ մարդը արդեն հասունանում է եւ ըստ դրա է ընտրություն անում, թե դա արդեն անհատի զարգացման անցած ճանապարհից է կախված եւ այլն։ Գիտեք, սերը միակ է, մի ձև է, մի տարբերակում է, քո ընկալման ձևն է տարիքի հետ փոխվում։ Ժամանակի հետ փոխում 15 տարեկանում դու այդ սերը ընկալում ես մի ձև, 20 տարեկանում ուրիշ ձև, 30 եւ 40 տարեկանում այլ ձև ես ընկալում։ Դա ընկալման տարբերակն է, քո ընկալումն է փոխվում, քո ֆիլտրացումն է, հա, քո միջով, քո հոգու միջով ֆիլտրացումն է ուրիշ ձև իրականանում։ Այդքանը, թե չէ, սերը մի ձև է, մի տարբերակ ունի, ընդհանրապես մեկ տարբերակ կա սիրո եւ ուրիշ ոչինչ չկա։ Շատ լավ, նայեն երբ սերը կա, այդ անհամապատասխանությունները բոլոր դեպքերում կարող են դեր խաղալ հարաբերությունների վրա, թե արդեն դրանք էական չեն դառնում, զուտ հոգեբանի դիտանկյունից։ Գիտեք, ինչ այսպես եմ կարծում, երբ որ մարդ գտել է այն արժեքը, որի համար կարելի է սիրել, խոսքս միանշանակ արտաքին տվյալներին չի վերաբերվում, որովհետև շատ մեծ հավանականություն կա, որ մարդիկ հասակներով համապատասխան լինեն, ամուսնանան, Աստված մի արած ինչ-որ մեկի մոտ մի հատ ֆիզիկական ավտովթար լինի եւ այլ ու այդ որոշի, որ դե գիտեք ինչ ամուսինը սկսել է կաղել կամ կինը, ես դրանից հետո չեմ կարող սիրել, որտեղ մայրս կամ շրջապատս ինչ կմտածեն իմ մասին, այսինքն այստեղ հոգեկան արժեքներին պետք է ուշադրություն դարձնել, ճիշտ եք նկատում, միակողմանի սեր, այսինքն աղջկա կողմից այդ իր առաջի սերներ, առաջի տղամարդներում կարող էր ինքը իր ներքին այդ զգացմունքները ցույց տալ վարքագծի տարբեր կողմերով։ Եվ տղայի բոլոր տղաներն էլ սիրում են, հա, որ աղջիկները ուշադիր լինեն, նվերներ անել, չգիտես ինչի, չմտածելով որ դա միակողմանի պետք չի որ լինի։ Եթե սիրում ես այդ մարդու անձնային առանձնահատկությունները, բնավորությունը, վերաբերմունքը քո անձին, թե ոնց է քեզ սիրում, միթե կարելի է այդ բոլորը դնել մի կողմ եւ ասել, գիտես ինչ, այ 10 սանտիմետրով դու ինձ այս այսինքն նայեն է խուսափեք աղջիկներ տղաներից, ովքեր ծառայում են բանակում, նաեւ այսպես կարելի ոչ միանշանակ ոչ որովհետեւ ես օրինակները եւս շատ իհարկե ես իմ պրակտիկայում ունեմ եւս նման դեպքեր, որոնք որ ոչ մի ձևով նման ավարտի չեն հասցվել, պարզապես բանակային իրավիճակներ ծառայության ընթացքում իրավիճակը մի փոքր այլ է, որովհետև այդ ընթացքում մարդ կարիք ունի հաղորդակցման, ջերմության, չգիտեմ, դա իր համար sense չգիտեմ ինչ է, ինչպես որ նկարագրեց Նուրը, հա, որ լույս, ինչ որ հույսի մի ելք, որ կարճելով այդ 2 տարին կարելի է տանել։ Բայց չպետք է մոռանալ, թե ով հանեց իրեն այդ 2 տարին, որ շուտ մոռանա դուրս գա այդ վիճակից։
փոքր կանայք ստեղծված են սիրո համար, իսկ մեծ կանայք աշխատանքի համար։ Դուք եթե ապրեք միշտ հաճոյանալով շրջապատին, երբեք կյանքում չեք գտնի ձեր երջանկությունը, որտեղ իրանք անդադ ինչ-որ պահանջները շատացնելու են։ Շատ կարևոր է, երբ որ դու սիրում ես մարդուն անկախ ոչ մի բանից։ Ինչքան կան շատ գեղեցիկ զույգեր, որոնք շատ վատ ընտանիք են։ Իրանք գեղեցիկ են հենց այդպես։ Աստված ոչ մի բան հենց այնպես չի ստեղծում։ Այն ինչ մայրերը պիտի անեն միջև ամուսնության պահը։ Ես դեմ եմ այն արտահայտությանը, երբ որ ասում են չպետք է լսեն ծնողներին։ Խիստ միջամտությունները միշտ ցավոտ են լինում։ Տիկին Անահիտ, դիցուկ երկու մարդիկ իրար շատ սիրում են, անհամապատասխան են, այդ պահին ոչինչ չեն մտածում, ամուսնանում են, սիրում են։ Որտեղ է այն երաշխիքը, որ մի օր իրենց վրա նետված խետ հայացքները, փսփսոցներն իրենց հետևից չեն բերի բաժանման։ Ես հիմա մեր շատ սիրելի հոգեբանի խոսքից հիշեցի Գյումրիում երկրաշարժից մի կին վնասվել էր, երկու ոտքը կորցրել էր եւ ամուսինը բաժանվեց կնոջից։ Բայց արտասահմանից եկած աշխատող ջոկատներից մեկում աշխատող մեկը նկատեց այդ կնոջը եւ ամուսնացան եւ մինչեւ հիմա ապրում են միասին։ Ես չգիտեմ հիմա համապատասխանում էին իրենք արտաքինով, կինը երկու ոտք չունի եւ այդ վիճակով է ամուսնացել իր հետ։ Եվ չեմ կարծում, որ որևէ խետ հայացք կամ ինչ-որ խոսք մի ռեպլիկ կարող է հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ։ Այսինքն, ինչ է կարծում, ամուր ընտանիք ունենալու համար արդյոք պարտադիր է, որ արտաքիններով համապատասխան լինեն, Արամ է։ Չեմ կարծում։ Ես չեմ կարծում, որ նման բան կարող է խանգարել։ Ուղղակի ես այսպես ասեմ, ես տրագեդիա պատմության մեջ չեմ տեսնում իսկապես։ Չկա տրագեդիա։ Ինձ թվում է հազարավոր նման պատմություններ կան, որ հասակը այստեղ ընդհանրապես կապ չունի, ինձ թվում է։ Պարզապես հիմքում չի եղել սերը։ Չեմ ուզում տղային էլ շատ փնովեմ, որտեվ իրականում չգիտես հիմա ոնց է այդ մարդը ծառայելա, այնպես չի որ իսկապես այդ աղջիկը չփվել ամենակ նրա համար, որ ինչ որ մեկը իրան սպասում է։ Կարող է իրականում այդպես չի, կարող է իրան թվացել է, որ ինքը սիրում է, այդպես էլ է լինում։ Այդ տարիքում լինում է։ Ինձ հետ եղել է նման բան կյանքում, որ ինձ թվացել է, որ ես սիրահարվել եմ, սիրում եմ ու այդ երբեք չի անցնի, բայց օրերից մի օր այդ անցավ։ Չէ, կարծում եմ սիրահարվածությունը եւ սերը։ Սիրել, ես դրա համար շտկեցի, որ քեզ թվում է, որ դու սիրում ես։ Ես պարզապես առավոտյան արթնացա, հասկացա, որ ես այդ մարդուն չեմ սիրում։ Սիրահարվածությունն է։ Ինչ էր ինձ թվում։ Տակը չէր մնացել սերը։ Դրա համար արտակինը այստեղ կապ չունի, այստեղ շատ կարևոր է, երբ որ դու սիրում ես մարդուն անկախ ոչ մի բանից։ Երբ որ դու սիրում ես մարդուն ինչ որ բանի համար, այդ օրերից մի օր կարա անցնի, կամ կարա դառնա քո համար սովորական, կամ այդ մարդը տարիների ընթացքում կարող է այդ հատկությունը փոխի կամ կորցնի։ Պետք է սիրես մարդուն անկախ ոչ մի բանից։ Շատ լավ, շնորհակալություն։ Նոր հաստատ քանդակագործ նկարչի աչքը ավելի շատ է տեսնում, ավելի սուր է տեսնում։ Ձեր աչքը արդյոք անցնում է այդպիսի զույգերի վրայով արտաքնապես անհամապատասխան, դուք ինչ եք զգում այդ պահին ու արդյոք անհամապատասխան զույգը ոչ ամուր ընտանիքի մասին կարող է խոսել։ Չէ, ոչ ամուր ընտանիքի մասին չէ, իհարկե աչքը զարնում է, իհարկե տեսնում եմ, նկատում եմ, չեմ կարող չնկատել, դա աչքա, տենց է ծնվել այդ աչքը։ Բայց երբ որ մի քիչ շփվում ես նման տիպի զույգերի հետ, ու տեսնում ես ինչքան իրանք համապատասխան են հոգեպես, հա, էդիկ հակառակ կողմից նայենք, հա, ինչքան կան շատ գեղեցիկ զույգեր, որոնք շատ վատ ընտանիք են կազմում, որոնք շատ ոչ ամուր ընտանիք են կազմում, արտաքնապես շատ գեղեցիկ, շատ լավ են իրար հետ նայվում, այսպես նայում ես ոնց որ իրար համար ծնված լինեն, մի ամբողջի երկու կես ոնց որ լինեն, բայց մեկ էլ տեսնում ես մեկ ամիս հետո, մեկ տարի հետո բաժանվեցին, ընտանիքը չստացվեց ու չստացվեց, հա, այտենց տարբերակներ էլ կան ու շատ ավելի շատ են, հավատացեք, այդ տարբերակները շատ ավելի շատ են հանդիպում, քան այն տարբերակները, երբ որ անհամապատասխան արտաքինով զույգերը վատ ընտանիք են կազմում, չէ, տենց չի, իրականում շատ դեպքերում անգամ մարդիկ իրար մեջ գտնում են այն ինչ որ իրանք չունեն, հա, անհամապատասխանությունը այդ պլյուսն ու մինուսը, հա, դրականը եւ բացասականը բերում է հավասարակշռության եւ իդեալական ընտանիքի։ Ես իմ կարծիքով եկանք միտեղ, որտեղ պետք է փաստել, իսկ ընդհանրապես ինչ ասել է անհամապատասխան զույգ։ Գուցե այնինչ իմ աչքում անհամապատասխան է, օրինակ հոգեբան Նարինեի աչքում լրիվ նորմալ համապատասխան թվա։
Ես պատասխանեմ իմ աչքին ամեն ինչ համապատասխան է, այսինքն չկա տենց մի բան, որ ես զարմանամ։ Ես ամեն օր ասում եմ, ես զարմանում եմ, որ ոչ մի բանից էլ չեմ զարմանում։ Եվ այստեղ ինչ վերաբերվում է տրագեդիային, պատմության, ես ուզում եմ ասել ինչու պատմությունը առաջարկվեց նկարելու, որովհետև ես ուզում եմ, որ մեր հաղորդաշարի միջոցով երիտասարդները, որոնք որ ունեն նման խնդիրներ քիչ կամ շատ մոտ, իրանք անպայման հասկանան նույն տղայի հետ կապված Արամեն ճիշտ նշեց, որ մենք չենք ճանաչում տղային եւ չգիտենք ինչ է իրականում տեղի ունեցել այդ տղային ներաշխարհում, որ շատ հնարավոր է, որ ինքը սիրել է, բայց ծնողի եւ շրջապատի խոսքը այնքան ազդեցիկ է եղել, որ ինքը որոշել է, որ ես չեմ կարող այդ բարդույթով ապրել։ Բայց այստեղ կարևոր պահ է մեր բոլորիս քաջալերանքը, որ եթե կա զույգ, կապ չունի հասակի հետ է կապված, մաշկի գույնի, արտաքին տեսքի, երբևիցե ուշադրություն չդարձնել արտաքին միջավայրի կոմենտներին, որովհետև դուք եթե ապրեք միշտ հաճոյանալով շրջապատին, երբեք կյանքում չեք գտնի ձեր երջանկությունը, որտեղ իրանք անդադ ինչ-որ պահանջները շատացնելու են։ Այսօր նույն ձևով հագուստի հետ կապված, ով ասեց, որ մեզ այնց ամեն մեկը հագնում են այնց, որ բոլորին դուր գալիս է։ Նույն ձևով արտաքին ասված այդ աչքին հաճոյանալը կապված է մարդու ըմբռնումից, մարդու մտածելակերպից, մարդու, չգիտեմ, զարգացվածության աստիճանից։ Եթե մենք ցույց ենք տալի, որ զույգեր եւ անհամապատասխան այսօր նենց է զարգացել ամեն ինչը սկսած հագուստներից, կոշիկներից եւ այլն, նենց շատ հետաքրքիր կարելի է լրացնել, որ ու այդ իրանց այդ ջերմ լինելը, որ կողքի մարդը նույնիսկ չնկատի էլ, որ այո, իրոք կար ինչ-որ ֆիզիկական անհամապատասխանություն։ Այսինքն համապատասխան զույգ ասվածը ո՞րն է։ Ուզում եմ այստեղ մենք համապատասխանը դա կապված է ինչ-որ մի չափանիշ, նորմ, երբ որ զույգեր իրար հետ լիարժեք են զգում, երբ որ ես լիարժեք եմ զգում իմ կողակցի հետ, այդ լիարժեքությունը, այդ բավարարվածությունը տարածվում է նաև շրջապատին։ Եվ իրենք հաստատ չեն նկատի այն ամեն ինչ, ինչ որ կա արտակնապես։ Այսինքն յուրաքանչյուրը փորձի գտնել հոգեպես հարազատ այն մեկին, որ իրանք կլինեն միասին միասնություն, երկուսով մեկ միասնություն։ Եվ այդ իրենց ներդաշնակությունը մեկը մյուսի լրացնելուց կտարածվի բոլորին, այդ կլինի արդեն ներդաշնակություն։ Համապատասխանությունն ըստ Նուրի։ Երբ որ ուզում ես շփվել այդ զույգի հետ, երբ որ ուզում ես ընկերություն անել, երբ որ ուզում ես իրանց տուն հյուր գնալ, անընդհատ ուզում ես իրանց միջավայրում գտնվել, որովհետև իրանք մի ընդհանրություն են, մի հետաքրքիր ընդհանրություն են կամ միգուցե անհետաքրքիր ընդհանրություն են, բայց ընդհանրություն են։ Ու այդ ընդհանրության հետ, այդ լիարժեքության հետ անընդհատ ուզում ես շփվել։ Երբ որ իրանք երջանիկ են եւ դա չեն թաքցնում ոչ մեկից, երբ որ դու տեսնում ես այդ երջանկությունը ու դու ուզում ես լինել մի մասնիկը այդ երջանկության, գոնե կողքից դիտորդը լինել այդ երջանկության, հա, որովհետեւ ամեն դեպքում դա հաճելի է տեսնել, երբ որ կողքիներդ երջանիկ են։ Տիկին Անահիտ, համապատասխան զույգ ասվածի հետ կապված ինչ կոմենտ ունեք դուք։ Այսպեսի մի խոսք կա, որ երջանիկ են այն մարդիկ, ովքեր ոչ թե նստում եւ իրար են նայում, այլ երկուսով մի ուղղությամբ են նայում։ Այսինքն եթե հետաքրքրությունները, եթե ունեն ընդհանուր շատ բաներ, գուցե եւ կարծիքները նույնը չլինեն, բայց հետաքրքրությունը ընդհանուր է, այսինքն համապատասխան են, իրանք արդեն հարմոնիայի մեջ են։ Արամեն։ Ես ուզում եմ համաձայնվել ձեզ հետ։ Իսկապես շատ ես այն ինչ որ ես ուզում եի ասեի, դուք արդեն ասեցիք չերկարացնեմ։ Եվ այստեղ կապ չունի ոչ քաշը, ոչ հասակը, ի վերջո այնպես չի որ կյանքը անփոփոխ է թողում մարդու մարմնի ձևը։ Այո, եւ գիտեք ինչ, այստեղ ես միշտ ասում եմ իմ այցելուներին, երբ որ Աստված մի դուռը փակում է, հաստատ դրան անմիջապես բացում է մյուս դուռը։ Պարզապես մենք այնքան ենք կենտրոնանում այս փակ դռան վրա, որ չենք տեսնում, որ բացված լիքը դռներ կան ու մեզ ավելի մեծ հաջողություններ է սպասվում։ Որովհետեւ եթե չի ստացվել Իսեր Աստծո, Աստված իր հետ թող գնա, այնց մի հատ լավ բարձր հասակ աղջիկ գտնի, որ ինքը իրեն ամեն անգամ դուրս գալուց գոնե սոցիալական միջավայրում իրեն լիարժեք զգա։ Իսկ այն բոլոր աղջիկները, ովքեր որ ունեն ըստ իրենց ցածր հասակ, որովհետև ես նորից եմ ասում, ինձ համար նորմալ չկա արտաքին տվյալների հետ կապված։ Իրենք թող անընդհատ իրենց մեջ հասկանան, որ իրենք գեղեցիկ են հենց այդպես։ Աստված ոչ մի բան հենց այնպես չի ստեղծում։ Չամիջ են էլի իրենք։ Գիտեք, ասում է, ասենք մի հատ ասացված կա, ֆրանսիացիներն են ասում, հա, փոքր կանայք ստեղծված են սիրո համար, իսկ մեծ կանայք աշխատանքի համար։
որպես ուղերձ փոքր կանայք կարող են սա իհարկե ընդունել։ Ես առաջարկում եմ նաև հանդիսատեսը միանա մեր այս զրույցին, խնդրեմ։ Ձեր այս պարագայում, այս դրվագում ցույց տվեց, թե զույգերը սիրում են։ Այո, սիրում էին, բայց ինքը լսելով հասարակության կարծիքը, շրջապատի կարծիքը, կտրուկ հրաժարվեց այդ իր սիրուց։ Բայց պետք է չհրաժարվի։ Այո, չպետք է հրաժարվել, եթե սիրում ես։ Նախ այդ մեկ, երկրորդը ես ասեմ, երբ որ աղջիկներին իհարկե խորհուրդ եմ տալի աղջիկներին, մի քայլեք այն տղամարդու հետ, տղայի հետ, ընկերություն մի արեք, քանի դեռ նա չի գնացել բանակ եկել։ Միշտ էլ ես կարող եմ իմ փորձից ասելով, կյանքի փորձից 90% աղջիկները չեն ամուսնանում այդ տղաների հետ։ Եվ նույն դեպքը պատահեց իմ հետ։ 18 տարեկան տղայի սիրեցի մեկին, միջև գնացի բանակ եկա, աղջիկը ամուսնացել ուրիշի հետ։ Բայց դուք դեռ սիրում էիք, այստեղ փաստորեն տղան իր որոշումը փոխեց, իսկ դուք չէիք փոխել, հստակ որոշմամբ եկել էիք ամուսնանալ։ Որ ես պետք է հետ գայի, ամուսնանայի իրեն հետ, բայց ինքը դավաճանեց ինձ։ Միջև իմ հետ գալը, ինքը ամուսնացավ ուրիշ տղամարդու հետ եւ հասցրեց բաժանվել։ Ընդհանրապես աղջիկը տղեն, որ ծանոթանում են իրար հետ, առաջի հերթին պետքա թե տղեն, թե աղջիկը արտաքին տեսքով մի փոքր իրար համապատասխանեն։ Բայց իրենք իրար համապատասխան գտել էին արդեն։ Ջան, նա իրենից մի տրել էր սկամեյկի վրան, դեռ իր բոյից մի գլուխ էր ցածր էր։ Բայց սիրում էր այդպես։ Ինչ ով իմացա, որ սիրում էր։ Այդ առաջի հանդիպման սերը դա սեր չի, խաբուսիկ է։ Դասո դրա համար տղեն պետք է գնա բանակ ծառայի հետ գա, իմանա ինչ բան է ընտանիքը, ինչ բան է ամուսնություն, ինչ բան է կինը, նոր ինքը սիրալի հասունանա, այսինքն։ Իհարկե։ Երիտասարդները կարծես հակառակվում են, խնդրեմ։ Շատ ներողություն, բանակը ինչ կապ ունի սիրո հետ։ Եթե ասենք իսկապես տղեն սիրում է աղջկան։ Օրինակ իմ ընկերները շատերը ասենք ունեն ընկերուհի գնացել բանակ եկել են եւ շատերը ամուսնացել են, շատերը նշանված են։ Ես չեմ կարծում, որ ոչ բոլոր դեպքերում է բանակը փոխում մարդուն։ Ընդհանրապես բանակ գնալ-գալը ինչ կապ ունի կյանքի հետ։ Եթե մարդը իր սեփական խելքը չունի։ Նա որ գնում է բանակ, նա արդեն գիտակցում է ինչ բան աշխատանք, ինչ բան է ծնող, ինչ բան է կին եւ ինչ բան է երեխա ունենալ։ Ձեզ հետ համաձայն եմ։ Ուրեմն զույգերը կարող են երջանիկ լինել, երբ որ համապատասխան են։ Ոչ թե հասակներով, այլ ընդհանուր առմամբ հոգևոր արժեքներով իրար համապատասխան են։ Բայց մենք գիտենք նաև, որ երջանկությունը բացարձակ արժեք չէ։ Մեկի համար մի երեխայի ծնունդը արդեն երջանկություն է, մյուսի համար կարող է մի քանի երեխան էլ երջանկություն չլինել։ Նման դեպքում այս երբ որ ասենք տղամարդը հրաժարվեց ընկերուհուց, որովհետև ցածրահասակ էր, դա ոչ ոք չի կարող արդարացնել։ Ուրեմն նրանց մեջ մեծ սեր չի եղել։ Չգիտեմ ինչպես կմեկնաբանեք իմ ասածս, ունեմ երիտասարդ տղա 26 տարեկան, բարձրահասակ, շատ գեղեցիկ, ինքը չունի ընտրած, բայց այս թեման անընդհատ մեր տունը շոշափվում է, որ ինքը ես իրեն ասում եմ պետք է ընտրես այնպիսի աղջիկ, որ քո բոյին համապատասխան լինի, գեղեցիկ լինի, քանի որ տարիներ հետո կան տղաներ, որ ընտրության մեջ գեղեցկության ճիշտ չեն ընտրում, բայց հետո աչքները գցում են ուրիշի կանանց վրա։ Չգիտեմ, այսինքն որպեսզի ամուր լինի ընտանիքը ձեր կարծիքով բոլոր դեպքերում պետք է արտաքինով համապատասխան լինեն։ Ես այդ թեմայով շատ եմ խոսում իմ տղայի հետ, որ ընտրի այնպիսի աղջիկ, որ բոյով համապատասխան լինեն, որտեղ ինքը բարձրահասակ գեղեցիկ տղա է։ Բայց օրինակներ շատ կան, որ դա կապ չունի։ Կարելի է մի հատ խորհուրդ տամ ձեզ։ Էլ չասեք այդպես բան։ Չի, ասում եմ, չգիտեմ։ Ինչքան ասացիք թարս է լինելու։ Մի հատ էլ ես խորհուրդ տամ, եթե կարելի է ձեզ, հա։ Մեկնաբանեք, բայց ես տեսեք մենք տղաներով խորհուրդ ենք տալի, որովհետև մի հատ էլ ես խորհուրդ տամ։ Ուրեմն նայեք, եթե կասեր, ինչքան ուզում է գեղեցիկ լինի այդ աղջիկը, ինչքան ուզում է տգեղ լինի այդ աղջիկը, դու ամուսնանալուց հետո ամեն օր, ամեն առավոտ նորից սիրահարվում ես։ Եթե չկասեր, ուզում ես աշխարհի գեղեցկու հետ ամուսնացի, մի անգամից ընտելանում ես այդ սիրուն ու էլ այդ գեղեցկությանը ու էլ չես նկատում դա։ Չգիտեմ ոնց ինչպես կմեկնաբանեք, բայց ես չեմ ցանկանա իմ տղան այդպիսի կարճահասակ աղջկա հետ ինչ որ ծանոթանա։ Ինչպես ասում են, արտաքինը խաբուսիկ է եւ ժողովրդական ասացվածք էլ կա, որ սերը աթարինն է կպնում։ Իմ կարծիքով այդ նմանությունը ինչ ամեն մարդ ունի իր եսը, նույնիսկ եկվորյակները տարբերվում են միմյանցից, թեպետ արտաքինով շատ նման են։ Ու
ամենակարևորը որ միմյանց հասկանան, փոխըմբռնումով մոտենան իրար։ Ես տեսնում եմ դուք բավականին բարձրահասակ եք, գոնե նստած այդպես եք երևում։ Կխնդրեի վեր կենալ, եթե դժվար չի։ Դուք միջև ձեր որտեղից հասնող աղջկան կսիրեիք, այդպիսի մի բան, ինչ է եղել ձեր կյանքում ընդհանրապես։ Ես մինչ օրս էլ ընկերուհի չունեմ, թեպետ բանակ գնացել եկել եմ։ Ու իմ համար ամենակարևորը որ ես հավանեմ այդ աղջկան, սիրեմ։ Այսինքն կապ չունի նա ձեր ոտկատեղից կլինի թե ուզի։ Չէ, կապ չունի ինձ համար, արտաքինն էլ կապ չունի։ Կարևորը որ մենք հասկանանք ու ամբողջ կյանքում սիրենք իրար։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի իր սիրո համար։ Սեր չկար միանշանակ այս հարաբերությունների մեջ։ Այդ ընթացքում մարդ կարիք ունի հաղորդակցման, ջերմության։ Սեր առհասարակ հարցեր չունի։ Ես տրագեդիա այս պատմության մեջ չեմ տեսնում իսկապես։ Սա սիրո բացակայության պատճառով էսպես եղավ եւ լավ է որ շուտ եղավ։ Ազատվեց մի շատ մեծ փորձանքից։ Կյանքում խորհուրդ տալը շատ հեշտ բան է, գիտեք։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր մարդկանց երբևէ թույլ չտալ, որ սոցիումը մտնի մարդու ներաշխար։ Ինձ թվում է այս պատմության մեջ խնդրեմը ուրիշ տեղ է։ Տղայի մոր մեջ է խնդրեմը եւ ուզում եմ դիմել մայրերին, ովքեր տղաներ ունեն։ Ես ինքս էլ ունեմ տղա, արդեն 30 տարեկան չամուսնացած։ Չի կարելի նրա ընտրության։ Գիտեք, ես իմ տղային սիրում եմ եւ պատրաստ եմ ընդունելու, սիրով ընդունելու այն աղջկան, որին ինքը կսիրի։ Բրավո։ Այն ինչ մայրերը պիտի անեն միջև ամուսնության պահը։ Իսկ այդ հարցում ես ուղղակի խնդրում եմ, թող ակտիվ չլինեն եւ ազատ թողնեն իրենց երեխաներին։ Պիտի միջև այդ պահը արդեն մայրը իր ցանկությունը, իր ասած, իր խորհուրդները, իր դաստիարակությունը միջև այդ պահը պիտի անի։ Այսինքն մինչ այդ պիտի մոր կարծիքը իմանալով տղան սիրահարվի կամ չսիրահարվի, տիկինանը։ Չէ, ոչ թե կարծիք ի նկատի ունի տիկինանը։ Դաստիարակություն, ուղղակի դաստիարակություն։ Իսկ խիստ միջամտությունները միշտ ցավոտ են լինում։ Զերծ մնանք բոլոր տեսակի ցավերից, այստեղ կարծիք կա, խնդրեմ։ Ինձ թվում է, որ արտաքին սիրունությունը դա բոլորին է, ներքին հոգևոր սիրունությունը պատկանում է մի հոգու։ Այսինքն ընտրեք հոգով, սրտով։ Ընտրեք հոգով մաքուր, տվյալ պարագայում մաքրություն չկար։ Տղեն չէր սիրում հոգեպես, այլ երևի ժամանակի համար։ Իսկ աղջիկը ձեր կարծիքով կներեք Ձիանա ջան։ Իսկ աղջիկը սիրում էր, ըստ ձեզ։ Աղջիկը սիրում էր։ Հոգեպես գեղեցիկ էր։ Իսկ տղան ոչ, քանի որ տղան հրաժարվեց։ Դա նշանակում է աղջիկը ավելի խիզախ էր, ավելի։ Հատկանում։ Խնդրեմ։ Ես դեմ եմ այն արտահայտությանը, երբ որ ասում են չպետք է լսեն ծնողներին։ Ինչպես կբացատրեք դուք, չէ՞ որ փոքրից միշտ երեխան պատրաստ է լսել իր ծնողներին։ Երեխան։ Ոնց եղավ որ երեխան դուք ճիշտ ասեցիք, կտակարանում կա, չէ՞ որ դուք ճիշտ ասեցիք, երեխան, բայց երբ որ գալիս այդ տարիքը, երբ որ երեխայից դուրս է գալիս սխալվում եք, երբեք ոչ մի ծնող իր երեխայի վատը չի կամենում։ Չէ, չի կամենում, բայց ծնողը էգոիստությունից, սիրո էգոիստությունից։ Ես լսել եմ իմ ծնող ամուսնած ու ոտքս քարին չի դիպչել։ Ես այսօր ինձ հպարտ եմ զգում։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ծնողների թելադրանքով ձեր ոտքը քարին չի դիպչել, բայց ծնողը պետք է երեխային դաստիարակի միջև դեռահասությունն էլ անցկացնի ու երեխային տա այն բոլոր արգասիքները, որ ինքը տվել է, որ ճիշտ վերնագիր եք դրել, սա ճակատագիր է։ Չկա, մենք ճակատագիրը դնում ենք հարցի տակ։ Լիարժեք ոչինչ չկա։ Չէ, մենք այստեղ մենք ճակատագիրը դնում ենք հարցի տակ։ Շատ բարդ process է, ոչ մեկ չի կարող ճիշտ խորհուրդ տալ։ Ես այդքան բան եմ ասում, շատ բարդ process է։ Եվ դրա մեջ է սխալ կա, եւ նրա մեջ է։ Նույնիսկ ծնողը չի կարող։ Այո, նույնիսկ ծնողը չի կարող ճիշտ խորհուրդ տալ։ Բոլոր դեպքերում շնորհակալություն կարծիքների համար, շատ ակտիվ է հանդիսատեսը։ Մենք շարունակենք զրույցը նաև մեր հյուրերի հետ, ի վերջո մենք այստեղ էլի եմ կրկնում, այստեղ ենք ճակատագրի սինդրոմը նաև բացառելու կամ բացահայտելու համար, ինչպես կստացվի ըստ յուրաքանչյուր հաղորդման, բայց նաև ունենք մի ուրիշ առաքելություն, ամենակարևոր առաքելությունը, քննարկում ենք իրավիճակներ, կոնկրետ իրավիճակներ եւ դրանց օրինակով փորձում ենք ելքեր ցույց տալ այն մարդկանց, ովքեր դեռ այսպիսի իրավիճակում չեն հայտնվել եւ գուցե կյանքում մի օր հայտնվեն։ Ուստի թեև մեղավորներ փնտրելը լավ բան չէ, խորհուրդ տալը իհարկե անշնորհակալ գործ է, բայց ես առաջարկում եմ այսօր այստեղ ներկա մեր հյուրերին տալ իրենց խորհուրդը, իրավիճակից ելքը ավելի ճիշտ, խնդրեմ։ Պատահական չասեցի, որ տրագեդիա չեմ տեսնում այս ամեն ինչի մեջ, ու խորհուրդ կտամ մեր հերոսուհուն, խորհուրդ կտամ նույնիսկ մեր հերոսին, մենք չգիտենք ինքը հիմա ինչ վիճակի մեջ է, կարող է ինքն էլ է տառապում, կարող է իր համար էլ է դժվար։
Բայց ամեն դեպքում ես խորհուրդ կտամ մեր հերոսուհուն միանշանակ չկոտրվել, չհիասթափվել տղաներից կամ սիրուց կամ կյանքից, որովհետև միանշանակ ինքը երջանիկ է լինելու։ Միանշանակ ինքը գտնելու է այն մարդուն, ով քայլելու է իր հետ մինչև կյանքի վերջ, ինչու, որովհետև այս պատմությունը ցույց տվեց, որ ինքը կարողանում է սիրել, լավ սիրել, ճիշտ սիրել, մաքուր սիրել։ Իսկ եթե ինքը կարողանում է դա անել, հավատացեք, դա չի մնա անպատասխան։ Միանշանակ կտրվի։ Իհարկե։ Խնդրեմ Տիկին Անահիտ։ Թևը կարծես նույն կերպ է մտածում։ Ես էլ ուզում եմ մեր հերոսուհուն ասել, որ սարսափելի ոչ մի բան չի պատահել, 2 տարի սպասել է, սիրել է, 2 տարի գեղեցիկ զգացողություններ է ունեցել, ապրել է դրանով, բայց չի ստացվել, կյանք է ոչինչ, երիտասարդ է եւ ամեն ինչ դեռ առջևում է եւ պիտի միշտ լավը մտածես, որ լավը վերադառնա քեզ։ Եվ նույնը ուզում էի ասել, որ մենք չգիտենք տղան ինչ վիճակում է, գուցե իսկապես ինքն էլ է տառապում, ինքն էլ է սիրում, բայց չկարողացավ ծնողների խոսքից դուրս գալ։ Այս դեպքում պետք է ծնողին չլսել, պետք է սրտին լսել։ Հուսանք դասեր կքաղի այս թողարկումից, վստահ նա կնայի սա։ Շնորհակալություն։ Իսկ ո՞ւմ տղան կզանգահարի արդեն մեր հաղորդումից հետո։ Գուցե սա հարաբերությունները վերականգնելու խթան դառնա այս հաղորդումը։ Եթե աղջիկը ների, իհարկե, ես աղջիկների կողմից եմ։ Սերը մեծ լինի կների, իհարկե դա ճիշտ է։ Խնդրեմ Նուր։ Սիրելը կամ եւ սիրված լինելը դա ամեն պահը երջանիկ է այդ հարաբերությունների։ Եվ եթե դու ունենում ես այդ պահը տվյալ քանակությամբ ժամանակի 6 ամիս, 1 օր, 10 տարի, մի ամբողջ կյանք, հա, ուրախացի այնքանով, ինչքան որ ունեցել ես։ Մեկ պահ ես ունեցել, ուրախացի այդ մեկ պահով։ Երջանիկ եղի, որ ունեցել ես այդ մեկ պահը, որովհետև ցավոք սրտի կան մարդիկ, որ առհասարակ չեն ունենում այդ պահերը, անգամ մեկ պահը չեն ունենում։ Այդպես էլ չեն իմանում ինչ բան է սերը, հա։ Դրա համար եթե վերջացել է մի տխրի, դու ունեցել ես ուրախացի ունեցածովդ։ Այն ինչ որ դու ունեցել ես, դա պարգև է, Աստծո պարգև է, որը ստացել ես եւ ուրախ եղի, ամեն պահով։ Շնորհակալություն։ Ես աշխարհիս բոլոր եւ աղջիկներին եւ տղաներին ուզում եմ ասել ապագան նրանցն է, ով հավատում եւ սպասում է, ով հավատում է իր երազանքների իրականացմանը եւ տենց մեծ սիրով սպասում է, թե երբ է դա իրականություն դառնալու։ Իսկ հուսահատությունը, հուսալքվածությունը իրենք երբևիցե ոչ մի պարագայում չեն բերել ինչ որ հաջողությունների կամ մեծ դռների։ Յուրաքանչյուր մարդ ավելի ուժեղ է դարձնում։ Այո, յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ այո, չկա չարիք առանց բարիքի։ Միգուցե իրեն ավելի լավ բան է Աստված նախապատրաստել, որ իր կյանքում լինի։ Չէ՞ որ Աստված ասում է, երբ որ երազում ես, ցանկանում ես, թակիր եւ բոլոր դռները կբացվեն քո առջև։ Ես համոզված եմ, որ մեր հերոսուն դեռ մեծագույն հաջողություններ սպասվելու են եւ լինելու է բարձրահասակ կլինի, թե ցածրահասակ, դա ամենևին էլ կարեւոր չի։ Կլինի մի տղա, որ կգնահատի իր արժեքը, իր հոգու, մարմնի եւ այն ամեն ինչի, ինչ որ Աստված իրեն տվել, այդ արժեքը եւ կապրի դրանով։ Շնորհակալություն։ Ամենակարևորը իմ կարծիքով յուրաքանչյուրիս հարմարավետության զգացողությունն է այն մարդու կողքին, ում ընտրել ենք։ Անկախ նրանից նա կլինի գեր, կլինի բարձրահասակ, թե ցածրահասակ։ Ու իմ խորհուրդը այս թողարկումից հետո այն է, որ պետք է լսել սրտին ու նայել սրտով։ Չմոռանանք մեծերի համար այդ հեքիաթը։ Ամենակարևորը աչքով չես տեսնի, ինչպես ասում է Էքզյուպերին, սրտով նայեք։ Եթերում ճակատագրի սինդրոմն է, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, կհանդիպենք։ Մասնակցեցի իմ պատմության քննարկմանը, շատ ուրախ եւ հպարտ եմ, որ բոլոր մասնակիցները, ովքեր հաղորդմանը ներկա էին, իմ կողմն էին։ Մարդկանց քննարկումներից հասկացա, որ մեծ հույսեր ունեմ ես, այսինքն գիտեմ, որ հաստատ լավ մարդկանց միշտ լավ դռներ են բացվում եւ այդ դռները միշտ ուղեկցում են դեպի պայծառ ապագա։ Հիմա ես գիտեմ, որ նա ամուսնացել է արդեն, նրան ցանկանում եմ բարի բախտ, երջանկություն, թող իր մայրը տեսնի եւ ամբողջ ապագայի ընթացքում իր հարսի հետ լիովին երջանիկ լինեն նրանք։